Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, ես հիմա տանն եմ, այս դրությամբ տանն եմ, դեռ աշխատանքի վայր չեմ գնացել, այսօր որոշել եմ մի փոքրիկ մնալ տանը մի փոքր անհետաձգելի գործեր ունեմ, կուզեմ որ ցույց տամ դրսի եղանակը ինչ հետաքրքիր ու լավ ձյուն է գալիս, շատ սիրում եմ այդ ձյան եղանակը, հիմա դուրս գամ բալկոն, Եվ ձեզ ցույց տամ, թե լավ տեսարան է, նայեք, մեր բալկոնից երևում է, թե նայեք, ինչ կարգի ձյուն է եկել, բավականին դրել է, դարձել է ձմեռ։ Նայեք, տեսեք, հավեսին է, շատ սիրում եմ, նամանավանդ եմ, որ ձյան վրա սենց խրթալով գնում եմ, շատ սիրում եմ։ Եվ համել թող օդը մաքրվի, որովհետև վիրուսները շատ են, սիրելիներս շատ են, հիվանդանոցները լեփ-լեցուն ունեն, լիքը երեխաներ են այնտեղ պարկած, սիրելի հետևորդներ, շատ հետևորդներ նշում եք, որ վիդեոները մենք տեղադրենք, բաղադրատոմսերը գրենք ներքևում, բայց սիրելիներս, ասեմ, որ իմ այդ բոլոր գործերով զբաղվում է իմ աղջիկը, բոլոր այդ գործերով և այս պահին չի կարող էլի վիդեոյի տակ այդքան ժամանակ տրամադրի, որովհետև թոռնիկս մի քիչ վատառողջ է և գտնվում է հիվանդանոցում, այնտեղ պարկած է բուժում է ստանում և աղջիկս ամբողջ իր ժամանակը տրամադրում է երեխային, այդ իսկ պատճառով է չի կարող, բայց երբ որ տուն վերադառնա և կա բոլոր բաղադրատոմսերը տեղադրելու է սիրելիներս, այնպես որ սպասեք լինելու է դա է զուտ պատճառը, ես շատ հեռու եմ էլի, տենց հեռախոսային բաներից շատ հեռու եմ, ոչ ես միայն նկարահանվում եմ, վերջ, մնացած բոլոր հարցերով զբաղվում է իմ աղջիկը, սիրելիներս, այնպես որ սպասեք, այդ է պատճառը, հիմա մոտենամ խոհանոց, տեսնեմ ինչ է պատրաստում կիսուրս, որ հաց ուտեն, կիսուրս լսավ, մոտենում եմ խոհանոց, փախավ սիրելի հետևորդներ, չի ուզում, որ իրան նկարահանեմ, չեմ նկարահանի իրան, ուղղակի աշխատանքը ցույց կտամ, ոնց է պատրաստում, որ մենք հաց ուտենք, ինչ ենք այսօր մենք ուտելու, հեսա ես ցույց տամ մի վարք, այսօր մենք ուտելու ենք, աղցան ենք ուտելու, աղցան այսպես մեր լորվա ակցենտով ասած աղցան, այսինքն կանաչիներ ենք տապակելու, շուշան և սիբեխը միասին տապակելու ենք և նստենք ու հաց ուտենք, տեսեք արդեն դրելա հալբումա, արդեն կեսը ձեթար է, կեսը յուղ, դա այդ ձև մենք սիրում ենք էլի, ավելի համով է լինում, սկզբից ձուն ա լցնում, նայեք, առաջինը ձուն լցրեց, բայց երևի ոնց որ լավ չի տաքած է, հա, ուժեղի վրա կարելի է, ուժեղի վրա դնենք, թող սկսի, մենք սկզբից այդպես ենք անում, ձուն լցնում ենք, սկսվում ատեն ձվածեղի նման լինել, նոր ավելացնելու են կանաչիները, որ կպնի վրեն, հիմա եսա մի պուճուր ձուն, հենց որ սկսվում արդեն մի փոքր արդեն եռալ, արդեն կանաչիները նայեք դնում է, տեսեք և այս բոլորը մենք պահել ենք սառցեխցիկում սիրելի հետևորդներ, տեսեք թե ինչքան լավ է մնում սառցեխցիկում, իհարկե սառցեխցիկում պահելու բոլոր ձևերը, տարբեր ձևեր կան, էլի դուք պետք է ճիշտ պահեք սառցեխցիկում, որպեսզի շատ լավ լինի, հանես ինքը սենց լղկված չլինի, գույնը գեղեցիկ լինի, բոլորը ձևեր գոյություն ունեն դրա համար։ Տեսեք ձուն մենք սկզբից լցրեցինք, այսպես խառնում է և արդեն ես ամի 2 րոպե է լինում է ու արդեն լրիվ պատրաստ է լինելու մեր լոռեցիների լեզվով ասած աղցանը, թե չէ մենք աղցան գիտենք սալաթին ենք էլի այդպես ասում աղցանը, թե չէ իսկ լոռիում այդպես են ասում, տապակած կանաչիներին ասում են աղցան, սիրելի հետևորդներ, ովքեր որ լոռիից չեն, թող իմանան, որ դա այդպես ենք մենք անվանում, հիմա եսա մի 2 րոպե թող եփի,
Եվ կմոտենանք ու սեղանը արդեն կդնենք, որպեսզի հաց ուտենք։ Հիմա այս պահին մի հատ չիր կարելի է ուտել։ Չրերը սիրելի հետևորդներ, ես եմ պատրաստում, ծիրանի չիր ունենք, գիլասի չիր ունենք, լավաշ, թզի չիր, չորնասլիվ, տարբեր տեսակի չրեր ունենք։ Ես ամբողջ ամառվա ընթացքում չրեր եմ պատրաստում, պատրաստում եմ չրեր և նոր տարվան արդեն իսկ վաճառում եմ, ամանների մեջ տեղադրում եմ, այսինքն ունենում եմ 1 կիլոգրամանոց աման և 2 կիլոգրամանոց աման, սիրուն փաթեթավորում եմ, սիրելի հետևորդներ, և վաճառում եմ, իմ խանութում էլ եմ վաճառում և տալիս եմ մյուս լիքը խանութներ կան, որ վերցնում և վաճառում եմ, որովհետև արդեն բոլորը Ստեփանավան գիտեն, որ ես դա պատրաստում եմ և սպասում եմ, որ ես տանեմ խանութ։ Պատրաստում եմ նաև այսպես լորվա լեզվով ասած չուչխել, իսկ մենք Արտաշատում դա ասում ենք շուջուխ, պատրաստում եմ դա ել ու շատ եմ սիրում պատրաստման պրոցեսը, ձեզ անպայման ցույց եմ տալու իմ բաղադրատոմսով պատրաստած շուջուխները, որոնք երբեք չեն ճաքում, այսպես փաթաթի ձեռքիդ երբեք չեն ճաքում, ցույց եմ տալու, նույնն էլ չրերի պատրաստման պրոցեսն եմ ցույց տալու, երբ որ արդեն ամառը կգա և ես կսկսեմ պատրաստել, ամեն մի տեսակը պատրաստելուց մեծ սիրով ձեզ ցուցադրելու եմ, սիրելի հետևորդներ։ Հիմա մոտենամ խոհանոց նորից և տեսնեմ արդեն իսկ պատրաստվել է մեր աղցանը, թե ոչ, մոտենամ ու հեսա մի հատ ցույց տեսեք արդեն պատրաստի վիճակ է, տեսեք շատ սիրուն ու շատ համով, ես շատ եմ սիրում կանաչիները տապակած, շատ, հավատացեք, եթե միս լինի կողքը դրած, ես կնախընտրեմ ուտել տապակած կանաչին, շատ եմ սիրում, մսի հետ այդքան սեր չունեմ, նենց չի, որ չեմ ուտում, բայց շատը սիրում եմ այս տեսակի ուտելիքներ։ Այս տեսակի ուտելիքները նաև կարող եմ պատրաստել պահքի համար, բայց ոչ առանց ձվի։ Ուղղակի ձեթ եք լցնում, կանաչիները տապակում եք առանց ձեթի և դա ուտում եք պասի համար։ Մեր աղցանը արդեն իսկ պատրաստ է, պատրաստի վիճակ է, արդեն դրել ենք սեղանին ու հեսա մոտենանք ու հաց ուտենք, հաց ուտեմ վերջացնեմ, որպեսզի գնամ աշխատավայր և այնտեղ էլ արդեն իսկ որոշեմ, թե ինչ վիդեո եմ նկարահանելու ձեր համար, սիրելի հետևորդներ։ Մնացեք ինձ հետ և ձեզ սպասում է հետաքրքիր ու շատ լավ վիդեոներ։